Էվելինա Ստեփանյանը դերասան Լևոն Մկրտչյանի կինն է և ինքնուրույն հաջողություն ունեցող երիտասարդ աղջիկ, ով վերջին շրջանում դարձել է ոչ միայն սոցիալական հարթակների, այլ լրատվական դաշտի մշտական ուշադրության կենտրոնում։ Նրա գրեթե յուրաքանչյուր գրառում արժանանում է մեկնաբանությունների տարափի, վերլուծությունների, քննադատության։ Սակայն հենց սա է այն երևույթը, որը Էվելինան կարողանում է լավագույնս շրջել հումորի ու առողջ ինքնազգացողության միջոցով։ Այսօր նա ինստագրամյան իր էջում հրապարակել է հումորային տեսանյութ, մասնակցությամբ մայրիկի։ Այս անսպասելի ու տպավորիչ տեսանյութը շատ արագ տարածվեց, իսկ կից գրառումներ Էվելինա Ստեփանյանի մայրիկն ինչ սահմռկեցուցիչ ինֆորմացիա է տալիս, ով է նա, գիդ, թե դասախոս, թե պարզապես միլիարդատիրոջ կին։ Այս գրառմամբ Էվելինան փաստացի խաղում էր իր հետևորդների հետաքրքրասիրության վրա, միաժամանակ ժպիտ ու ջերմություն բերելով։ Hello, mama. Ով է իրականում Էվելինա Ստեփանյանի ոճային մայրիկը։ Նա միշտ ճաշակով հագնված, հումորով ու սիրալիր ձայնով պատասխանում է տարբեր հարցերի, ստեղծելով կերպար, որը միաժամանակ իսկական է։ Էվելինայի մայրիկն իրական կյանքում, չնայած հեռու է մնացել լրատվական աղմուկից ու մշտական ուշադրությունից, մի շարք տեղեկություններից հայտնի է, որ նա երկար տարիներ աշխատում է կրթության ոլորտում։ Համալսարանի միջավայրում նրան ճանաչում են որպես խստապահանջ, բայց շատ գնահատված դասախոս։ Նա նաև ակտիվորեն ներգրաված է կրթական բարեփոխումների տարբեր նախաձեռնություններում, ուշադրություն դարձնելով ոչ միայն ակադեմիական զարգացման, այլև կանանց իրավունքների, ընտանիքի ամրապնդման հարցերին։ Իր դստեր Էվելինայի հանդեպ ունեցած սերն ու աջակցությունը ինչպես տեսանյութում, այնպես էլ կյանքի տարբեր փուլերում միշտ եղել է անսասան։ Նա իր պահվածքով ու լռելային ներկայությամբ միշտ փոխանցել է դաստիարակության մի ձև, որն արտացոլվում է Էվելինայի հավասարակշռված և խոհեմ արտահայտումներում։ Այս հումորային տեսանյութը, սակայն, միայն ծիծաղի առիթ չէ, այն ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր ինքնադրսևորվել առանց ավելորդ ցուցադրականության, ինչպես կարելի է լինել խոսուն առանց աղմուկի, ինչպես կարելի է կիսվել առանց սանձազերծելու ավելորդ դավադրություններ։ Իսկ երբ խոսքը վերաբերում է հասարակության արձագանքներին, Էվելինան չի փորձում խուսափել դիտողություններից կամ քննադատությունից։ Նրա փոխարեն փորձում է նախ ժպտալ, ապա իր մորից փոխանցված արժանապատիվ ոճով արձագանքել։ Եվ հենց այս գիծն է նրան դարձնում առավել անկեղծ ու սիրված հանրության կողմից։ Հիմա էլ, երբ շատերը հետաքրքրված են իսկ ով է այդ խորհրդավոր և խարիզմատիկ կինը, տեսանյութից մի բան պարզ է՝ այդ կինը ոչ միայն Էվելինայի մայրիկն է, այլ նաև այն ուժն ու հանգստության աղբյուրը, որի շնորհիվ Էվելինան այսօր կարող է կանգնել ամենաթեժ ուշադրության կենտրոնում առանց կործանվելու։ Իսկ տեսանյութը միայն սկիզբն է, քանի որ հետևորդներն արդեն պահանջում են շարունակություն։ Թե գիդ լինի, դասախոս, թե միլիարդատիրոջ կին, դա արդեն նշանակություն չունի, երբ խոսքը մի կնոջ մասին է, ով վստահություն, հումոր և արժանապատվություն է փոխանցում մի ողջ սերնդի։ Էվելինան շարունակում է հստակ ու հավասարակշռված ներկայացնել կնոջ կերպարը որպես ինքնաբավ անհատ, ում ապրումներն ու փորձառությունը նույնքան արժեքավոր են, որքան նրա արտաքին տեսքը կամ ընտանեկան կարգավիճակը։ Նա ինքնատիպ կերպար է հայկական շոու-բիզնեսի և մեդիայի դաշտում, ով խոսում է ոչ միայն իր սիրո, ամուսնության կամ կարիերայի մասին, այլ նաև այն փոքրիկ ու մեծ մարտահրավերների, որոնցով անցնում են բազմաթիվ կանայք լուռ, առանց աջակցություն ստանալու։ Այս պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Էվելինա Ստեփանյանը հենց այնպես չի դարձել հանրության կողմից սիրելի կերպար։ Նրա անկեղծությունը, խոհամտությունը և հասարակության հանդեպ պատասխանատվության զգացումը նրան դարձնում են ոչ միայն հաջողակ դերասանուհի ու ընտանիքի հոգատար անդամ, այլ նաև ազդեցիկ ձայն այսօրինակ խնդիրների մասին բարձրաձայնելու համար։ Նշենք, որ Լևոն Մկրտչյանն ու նրա սիրելին Էվելինա Ստեփանյանը հայկական շոու-բիզնեսի ամենակննարկվող և հետաքրքիր զույգերից են։ Նրանց սիրո պատմությունը, որը սկսել էր հասարակության աչքից հեռու, այսօր արդեն դարձել է հանրային հետաքրքրության կենտրոն։ Նրանց հարաբերությունները զարմացնում են իրենց անկեղծությամբ, ներդաշնակությամբ և փոխադարձ աջակցությամբ, հիշեցնելով, որ իրական սերը ոչ միայն գոյություն ունի, այլև ապրում է մեր օրերում։ Լևոն Մկրտչյանը երիտասարդ ու բազմաշնորհ
դերասան հանդիսատեսին հայտնի է մի շարք հեռուստասերիալներում իր մարմնավորած տպավորիչ կերպարով, սակայն հայտնի դարձավ ավելին «Վերջին զանգը» հեռուստասերիալից։ Նա իր խաղով կարողացել է ոչ միայն գրավել էկրանին հետևողներին, այլև նվաճել բազմաթիվ սրտեր, իսկ Էվելինա Ստեփանյանը խելացի և համարձակ երիտասարդ կին է, համարվում է նրա կյանքի ամենակարևոր աջակցողը։ Վերջին շրջանում Լևոն Մկրտչյանի անունը հաճախ է շրջանառվում նաև ոչ միայն նրա դերասանական աշխատանքի, այլև անձնական կյանքի առիթով։ Նրա և գեղեցկուհի Էվելինա Ստեփանյանի ամուսնությունը դարձավ հայկական շոու բիզնեսի ամենաքննարկված իրադարձություններից մեկն, արժանանալով ինչպես դրական արձագանքների, այնպես էլ մի շարք վարկածների տարածմանը։ Անկախ բոլոր խոսակցություններից, Լևոն Մկրտչյանն այսօր համարվում է երիտասարդ սերնդի այն արտիստներից, ում անունը հանդիսատեսը կապում է բարձր որակի, գրագետ խաղի և դերասանական նվիրվածության հետ։ Նրա հետագա քայլերը թե մասնագիտական, թե անձնական հարթակներում շարունակում են հետաքրքրել և զարմացնել հանդիսատեսին։ Լևոն Մկրտչյանը նաև աչքի է ընկնում իր համեստությամբ և հասարակ պահվածքով։ Նա չի սիրում փառք, թեպետ հանկարծակի դարձավ ճանաչված ու սիրված։ Նրա մասին գործընկերներն ու ընկերները խոսում են մեծ հարգանքով, նշելով, որ Լևոնը շատ պատասխանատու է նկարահանման հրապարակում, ուշադիր է մանրուքների նկատմամբ և մշտապես բաց է խորհուրդների համար։ Դերասան Լևոն Մկրտչյանն այս օրերին հեռուստադիտողի ամենասիրված դեմքերից մեկն է։ Նրա հայտնվելը «Վերջին զանգը» սերիալում շատերի համար անակնկալ էր, իսկ սիրվել է գրեթե ակնթարթային։ Սկզբնական շրջանում նա պետք է միայն մարմնավորեր Միքայելի երիտասարդությունը ընդամենը 8 օր տևող նկարահանման ընթացքում։ Սակայն, ինչպես հաճախ է լինում Դիանա Գրիգորյանի սցենարային անակնկալներով լի նախագծերում, ամեն ինչ փոխվեց։ Տաղանդավոր դերասանի արտահայտիչ խաղը, խորությունն ու կերպարի հանդեպ ունեցած զգայուն վերաբերմունքը դարձան այն հիմքը, որ սցենարիստը նրան վստահեց սերիալի առանցքային կերպարներից մեկի՝ Հենրիի դերը։ Այսօր արդեն Հենրին դարձել է «Վերջին զանգի» սյուժետային գծի առանցքը։ Լևոնի շնորհիվ կերպարը ստացավ հոգեբանական բազմաշերտություն, իսկ կերպարի սիրային գիծը հեռուստադիտողին այնքան մոտ ու հարազատ դարձավ, որ սերիալի գրեթե ամեն սերիայից հետո սոցիալական հարթակները լցվում են Հենրիի անունով մեկնաբանություններով ու քննարկումներով։